Միջազգային լրահոսն այսօր։ Այսօր Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի դեմ արտեմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նշենք, որ սա Կավելաշվիլիի նախագահի պաշտոնում առաջին օտարերկրյա այցն է։ Նախորդին նա հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և տարբեր ոլորտներում, այդ թվում տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում համագործակցության հարցերը։ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունների ավարտը։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Վրաստանը հանդես է գալիս երկխոսության միջոցով և խաղաղության հասնելու և հակամարտությունների կարգավորման օգտին։ Տարածաշրջանի ամբողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, հայտարարել է Վրաստանի նախագահը։ Ընդ որում նա ընդգծել է, որ Վրաստանը միշտ աջակցել է և կշարունակի աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի Ռուսաստան այցի նպատակը երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի գլխավոր ուղերձը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցնելն է։ Այս մասին իրանական մեհր գործակալության փոխանցմամբ ասել է Արաղչին։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ արտաքին դիվանագիտական գերատեսչության ղեկավարը շաբաթվա վերջին կայցելի Մոսկվա քննարկելու Օմանում ԱՄՆ-ի հետ ոչ ուղիղ բանակցությունների արդյունքները։ ԱՄՆ-ն անդրադարձել է նախկին ԽՍՀՄ երկրների համար նախատեսված ժողովրդավարական նախագծերի դրամաշնորհներին։ The Washington Free-ն տեղեկացնում է, որ ապրիլի 15-ից ԱՄՆ պետդեպարտամենտը չեղարկել է 139 դրամաշնորհ ընդհանուր $214 միլիոն արժողությամբ։ Այս ծրագրերն ուղղված էին օրինակ Ուզբեկստանում քաղաքացիական մասնակցության խթանմանը, Մոլդովայում լրատվամիջոցների կայունության ամրապնդմանը, Բելարուսում ապատեղեկատվության դեմ պայքարին, իսկ Հայաստանում բնապահպանական խնդիրներին։ Երկրների օրինակները շատ են, նշվում է, որ այս ծրագրերը ֆինանսավորվում էին պետդեպարտամենտի մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով բյուրոյի միջոցով։ Այժմ բյուրոն որոշել է, որ այս նախաձեռնությունների մեծ մասը կապված է զանազանություն, հավասարություն և ներառականություն գաղափարների հետ, որոնք չեն համապատասխանում վարչակազմի նոր առաջնահերթություններին և չարդարացված ծախսեր են ու պետք է դադարեցվեն։ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի թույլատնելու պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և չի կնքելու որևէ համաձայնագիր, քանի դեռ Ուկրաինայում պատերազմը չի ավարտվել։ Այս մասին ասել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։ Չեն լինի բանակցություններ, պայմանավորվածություններ կամ համաձայնագրեր, քանի դեռ այս կոտորածը չի դադարել, նշել է պաշտոնյան։ Բրյուսը նաև անդրադարձել է Ռուսաստանի կողմից Սումի քաղաքի վրա հրթիռային հարձակմանը, որի հետևանքով մահացել է 35 մարդ։ Ըստ նրա, դա նոր հարցեր է առաջացրել այն մասին, թե ով է իրականում ուզում խաղաղություն և հրադադար։ Բրյուսը Ուկրաինայի պատերազմը անվանել է մսաղաց, որտեղ ոչինչ չի փոխվել։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի Բայդենի հատուկ բանագնացը Քիթ Քելոգը խորհուրդ են տվել Դոնալդ Թրամփին զգուշությամբ մոտենալ Վլադիմիր Պուտինի դիվանագիտական մտադրություններին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Եմեն սպառնում է մերժել Սերբիայի ԵՄ անդամ դառնալու գործընթացի մեկնարկը, եթե երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մասնակցի Մոսկվայում հաղթանակի օրվա շքերթին։ Զախարովան այս գործընթացն անվանել է եվրանացիզմ, այս մասին հաղորդում է TASS լրատվական գործակալությունը։ Եթե դա այդպես է, ապա եվրանացիզմը վերադառնում է։ 80 տարի առաջ ֆաշիստներն այն մարդկանց, ում համարում էին երկրորդ կարգի, այս կերպ ստիպում էին հրաժարվել իրենց հայրենիքից, ազգությունից ու հավատից, Տելեգրամում գրել է Զախարովան։ Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը ասել էր, որ ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրների առաջնորդներին սպասվում են հետևանքներ, եթե նրանք մասնակցեն Մոսկվայում անցկացվելիք շքերթին։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը։